Բաքվի հանդիպումներով ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը տարածաշրջան։ Ադրբեջանական այցի ձևաչափը նույնական էր, ինչ Հայաստանում։ Պատվիրակությունների երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթի ստորագրում և հանրային ելույթներ։ Գլխավոր իրադարձությունը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումն էր, որի մասին կողմերը պայմանավորվել էին օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Սրանով Բաքուն հավասարվեց Հայաստանին, սակայն շատ կարևոր է նաև բովանդակությունը։ Ադրբեջանի հետ ռազմավարական խարտիան ենթադրում է էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում ներդրումներից մինչև պաշտպանական համագործակցության հնարավորություն։ Փաստաթղթի համաձայն կողմերը կարող են ամրապնդել կապերը հատկապես խաղաղ միջուկային, արհեստական բանականության և պաշտպանական սպառազինությունների ձեռքբերման հարցում։ Հատուկ ուշադրություն դարձվեց տարանցման և նավթագազային պաշարների ներուժի մեծացմանը։ Փաստաթղթում կարևորվել է TRIP նախագիծը, հիշատակվել է Ադրբեջանի և Նախիջևանի անխոչնդոտ միացման հանգամանքը։ Ուշագրավ են Վենսի խոսքերն այն մասին, որ Ալիևը Թրամփից հետո աշխարհի միակ առաջնորդն է, որը շատ լավ կապեր ունի թե իսրայելցիների, թե թուրքերի հետ։ Այս հանգամանքը շեշտում է Բաքվի քաղաքական դերը ԱՄՆ-ի համար։